Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի մայիս ամսվա տառո կանխատեսումը խոյ նշանի համար։ Ինչպես միշտ հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, թե ինչ էներգիաներ են ձեզ սպասում, որ ոլորտում սպասեք դրանք և մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորդ կզգաք ձեր կյանքում, բայց տարբեր դրսևորումներով, տարբեր ոլորտներում, քանի որ այս տառո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Յուրաքանչյուր քարտի էներգիան ես ասում եմ, այնուհետև մի քանի դրսևորումներ եմ նշում, բայց բնականաբար դրսևորումները շատ ավելի շատ են։ Կարևորը որ հասկանաք էներգիան եւ արդեն ինքներդ կզգաք, թե որ ոլորտում են ձեզ սպասվելու փոփոխություններ։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տառո կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով, կոնսուլտացիան on-line է։ Այսպիսով անցնենք մեր մայիս ամսվան, սիրելի ընկերներ, սիրելի խոյեր, ամիսը ձեզ համար կսկսվի որևէ կնոջ ազդեցությամբ ձեր կյանքում, այսինքն այս կինը ինչ որ կերպ ձեր կյանքում դեր կունենա, գուցե նա լինի ձեր շրջապատից, ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը, կամ կարող է լինել նաև նոր ծանոթ, նման հարցեր կարող են լինել։ Այս կինը ծնված կլինի օդի տարերքի ներքո, դա է երկվորյակներ, ջրհոս կամ կշեռք։ Այս վերոնշյալ նշանների ներքո ծնված կլինի այս կինը եւ ինչ որ առումով ձեր կյանքում դեր կունենա։ Ինչ որ բան ձեր կյանքում այս ամսում հաջողությամբ կավարտվի։ Թե ինչ կավարտվի հաջողությամբ, ամեն մեկը մի ձևով կզգա։ Մեկը գուցե քննությունները լավ հանձնի, մյուսը հաջողությամբ իր պրոյեկտը ավարտին հասցնի, մյուսը գուցե անշարժ գույք ձեռք բերի կամ վաճառի եւ դա եւս հաջողություն լինի։ Մի խոսքով ինչ որ բան ձեր կյանքում հաջողությամբ կավարտվի։ Կամ ուղղակի ընտանիքի անդամներով գուցե հավաքվեք, ինչ որ տոն նշեք կամ ուրախություն լինի, այդ ուրախությունը լինի ընտանեկան, հա։ Ինչ որ հարց կլինի ամսվա ընթացքում, որի շուրջ ձեր շրջապատի մարդիկ ձեզ հետ համակարծիք չեն լինի։ Սա կարող է լինել թե տանը, թե ընկերների միջև, թե աշխատանքի վայրում, կարծես տարակարծիք կլինեն եւ հետեւաբար ինչ որ մի փոքր բախում կարող է լինել։ Կարծես ամեն մեկը իր տեսակետը առաջ կտանի, հաշվի չառնելով դիմացիների կարծիքը։ Աշխատանք ամսվա ընթացքում շատ կլինի, կարծես հաճախորդները շատ կլինեն, կամ գուցե ձեր գոլեգան գնա արձակուրդ, բնականաբար աշխատանք ավելի շատանա, կամ էլ հնարավոր է այս քարտը խոսի նրան պայքար է, հա, այսինքն այս քարտի էներգիան դա պայքարն է, այսինքն պայքարել ինչ որ բանի դեմ, գուցե ինչ որ բան ունեք, ինչ որ մարդկանցից թաքցնելու, ամեն գնով փորձեք այնպես անել, որ դա թաքուն պահեք, կամ զուտ հաճախորդները շատ լինեն, այսպես անընդհատ ակտիվ աշխատեք, որպեսզի նրանց հասցնեք, սպասարկեք, նման ինչ որ հարցեր կլինեն։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի ինչ որ անորոշ իրավիճակով, կարծես պետք է մի փոքր սպասեք, որպեսզի այդ անորոշությունը անցնի եւ արդեն ձեզ համար պարզություն մտնի։ Նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված նորալուսին ենք ունենալու։ Եկեք առաջին լիալուսինը ասեմ, լիալուսինը ամսի 12-ին է լինելու եւ 2 շաբաթ, մի քանի օր առաջ եւ 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա, այսինքն մոտ ամսի 10-ից մինչեւ 26-ը այդպես իր ազդեցությունը կարող է ունենալ այս ժամանակահատվածում գործերը շատ կլինեն, բայց կհայտնվի ձեզ օգնող, ով ինչ որ հարցով ձեզ կօգնի, կոժանդակի, գուցե օրինակ ձեր աշխատանքը ավելի լայն մասշտաբների փորձեք ներկայացնել, այս քարտը նաև դա է ասում, կամ ավելի լայնամասշտաբ սկսեք մտածել։ Եվ սիրելի ընկերներ, կունենանք նորալուսին, այն կլինի ամսի 27-ին, եւ մի 2 օր առաջ կրկին եւ մի 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա, այսինքն հնարավոր է մինչեւ հունիսի սկիզբ իր ազդեցությունը նա թողնի։ Այստեղ ինչ որ բան ձեր կյանքում հաջողությամբ ավարտ կունենա։ Այն կարող է պայմանավորված լինել օրինակ ինչ որ դասընթացների հետ կամ մեքենա գնել վաճառելու, ցանկացած կապի տրանսպորտային միջոց գնել վաճառելու հետ կարող է լինել, կարծես ինչ որ բան հաջողությամբ իր ավարտը կհասնի, ինչպես նաև եթե պլաններում ունեք մեկնելու արտերկիր կամ ուղղակի ինչ որ ճանապարհ գնալու հանգստանալու, ապա այն ձեզ մոտ հաստատ կստացվի։ Այսքանը սիրելի խոյեր կապված այս ամսվա հետ, մայիս ամսվա հետ։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։